Գիրք Էսթեր, գլուխ 1. Եվ Ասուերոսի, այսինքն Հնդկաստանից մինչև Եթովպիո 127 գավառի վրա թագավորող Ասուերոսի օրերումն եղավ, որ այն օրերումը, երբ որ Ասուերոս թագավորը նստած էր իր աթոռի վրա, որ Շուշան մայրաքաղաքումն է, իր թագավորության 3-րդ տարին խնջույք արավ իր իշխանների եւ ծառաների համար, երբ որ Պարսից եւ Մարադ զորքը, նախարարները եւ գավառների իշխանները նրա առաջին էին, ցույց տալով իր թագավորության մեծ հարստությունը եւ իր մեծության փառավոր շքեղությունը շատ օրեր, այսինքն 180 օր։ Եվ երբ որ այն օրերը լրացան, այն ժամանակ թագավորը Շուշան մայրաքաղաքում գտնվող բոլոր ժողովրդի համար, մեծից մինչև փոքրի համար խնջույք արավ 7 նոր թագավորական պալատի պարտեզի գավիթումը։ Սպիտակ բեհեզներից եւ կերպասից ու կապուտակից վարագույրներ, որ պնդացրած էին բարակ քթանի եւ ծիրանեգույնի լարերով, արծաթի օղակներով, մարմարիոնի սյուներից, ոսկի եւ արծաթի նստարաններ կային զմրխտաքարի եւ սպիտակ մարմարիոնի, աղաբաստրի եւ սև մարմարիոնի սալահատակի վրա։ Եվ խմելիքները տրվում էին ոսկի անոթներով, եւ անոթները միմյանցից տարբեր էին։ Եվ թագավորի գինին առատ էր, ինչպես որ թագավորին կվայել է։ Եվ խմելը կանոնավոր էր, բռնադատող չկար, որովհետև թագավորն այսպես էր հրամայել իր տան բոլոր վերակացուներին, որ նրանք ամեն մեկի ուզածին պես անեն։ Վաշթի թագուհին էլ կանանց խնջույք արավ Ասուերոս թագավորի պալատումը։ 7-րդ օրը, երբ որ թագավորի սիրտը գինիով զվարթացել էր, ասեց այն 7 ներքինիներին՝ Մեհումանին, Բիզթային, Արբոնային, Բիգթային, Աբագթային, Զեթարին եւ Քարքասին, որ ծառայում էին Ասուերոս թագավորի առաջին, որ բերեն Վաշթի թագուհիին արքայական թագով թագավորի առաջը, որ ժողովուրդներն ու իշխանները տեսնեն նրա գեղեցկությունը, որովհետև տեսքով գեղեցիկ էր։ Բայց Վաշթի թագուհին մերժեց գնալ թագավորի խոսքովը, որ ներքինիների ձեռով ասել էր, եւ թագավորը շատ բարկացավ, եւ նրա բորբոքումը վառվեցավ նրանում։ Եվ թագավորն ասեց ժամանակագետ իմաստուններին, որովհետև այսպես են թագավորի գործերը, որ բերում էր ամեն օրենք եւ իրավունք գիտացողների առաջը։ Եվ նրա մերձավորներն էին Կարսենան, Սեթարը, Ադմաթան, Թարսիսը, Մերեսը, Մարսենան եւ Մեմուքանը, Պարսից եւ Մարած 7 իշխանները, որոնք տեսնում էին թագավորի երեսը եւ նստում էին թագավորության առաջին աստիճանում։ Օրենքին համեմատ ինչ պետք է անել Վաշթի թագուհիին, որովհետև Ասուերոս թագավորի հրամանը չկատարեց, որ ուղարկել էր ներքինիների ձեռով։ Եվ Մեմուքանն ասեց թագավորի եւ իշխանների առաջին. Վաշթի թագուհին ոչ թե միայն թագավորի դեմ է հանցանգործել, այլ բոլոր իշխանների եւ այն բոլոր ազգերի դեմ, որ Ասուերոս թագավորի բոլոր գավառներումն են, որովհետև թագուհիի արարքը տարածվելու է բոլոր կանանց մեջ, եւ նրանք անարգելու են իրենց մարդկանցն ասելով, թե Ասուերոս թագավորը հրամայեց Վաշթի թագուհիին բերել իր առաջը, բայց նա չգնաց։ Եվ այսօր Պարսից եւ Մարած տիկինները, որ լսեն թագուհիի արարքը, նույնը պիտի ասեն թագավորի ամեն իշխաններին։ Եվ շատ անարգանք եւ խռովություն պիտի լինի։ Եթե թագավորին հաճելի է, թող նրա կողմից հրովարտակ հրատարակվի եւ գրվի Պարսից եւ Մարած օրենքումը, որ ետ չդառնա, թե Վաշտին Ասուերոս թագավորի առաջը չգա։ Եվ թագավորը նրա թագուհությունը նրանից մի առավել լավին տա։ Եվ երբ որ լսվի թագավորի պատգամը, որ հրամայված է նրա ընդարձակ բոլոր թագավորության մեջ, այն ժամանակ բոլոր կնիկները պատիվ կտան իրենց մարդկանցը մեծիցը մինչև փոքրը։ Եվ այս խոսքը հաճելի երևեցավ թագավորին եւ իշխաններին։ Եվ թագավորը Մեմուքանի խոսքին համեմատ արավ։ Եվ թագավորը նամակներ ուղարկեց բոլոր գավառներին, ամեն մեկ գավառին իր գրովը եւ ամեն մեկ ազգին իր լեզվովը, որ ամեն մարդ իր տան մեջ տեր լինի եւ իր ժողովրդի լեզվովը խոսի։ Գիրք Էսթեր, գլուխ 2։ Այս բաներից հետո, երբ որ Ասուերոս թագավորի բարկությունը նստել էր, հիշեց Վաշթիին եւ նրա արածը եւ նրա դեմ եղած վճիռը։ Եվ թագավորին սպասավորող ծառաներն ասեցին. թագավորի համար գեղեցկադեմ կույս աղջիկներ թող որոնեն։ Եվ թագավորը թող իր թագավորության բոլոր գավառներում վերակացուներ դնե, որ ամեն գեղեցկադեմ կույս աղջիկ բերեն Շուշան մայրաքաղաքը, կանանց պալատը կանանց պահապան թագավորի ներքինի Հեգեի ձեռքի տակ ժողովեն, եւ տան նրանց մաքրությունների պիտույքները։ Եվ այն աղջիկը, որ թագավորի աչքին հաճելի լինի, թագուհի դառնա Վաշթիի տեղը։ Եվ այս բանը հաճելի երևեցավ թագավորին, եւ նա այնպես արավ։
Մեկ հրեա մարդ կար Շուշան մայրաքաղաքում, եւ նրա անունն էր Մուրդքե, որդի Հայրի, որդի Սեմեիի, որդի Բենյամինյան Կիսի, որ գերի էր տարված Երուսաղեմից այն գերիների հետ, որ Խուդայի Հեքոնիա թագավորի հետ գերի տարվեցան, որոնց գերի տարավ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։ Եվ նա սնուցանում էր իր հորեղբոր աղջիկ Ադասային, այսինքն Եսթերին, որովհետև սա հայր եւ մայր չուներ, եւ այդ աղջիկը գեղեցիկ էր կերպարանքով եւ գեղեցիկ դեմքով։ Եվ երբ որ նրա հայրն ու մայրը մեռան, Մուրդքեն նրան աղջիկ էր առել իր համար։ Եվ երբ որ թագավորի հրամանը եւ հրովարտակը լսվեցավ, եւ շատ աղջիկներ էին ժողովում Շուշան մայրաքաղաքը Հեգեիի ձեռքի տակ, Եսթերն էլ տարվեցավ թագավորի պալատը կանանց պահապան Հեգեիի ձեռքի տակ։ Եվ աղջիկը հաճելի եղավ նրա աչքին, եւ շնորհ գտավ նրա առաջին։ Եվ նա շուտով տվավ նրան մաքրությունների պիտույքը եւ նրա ռոճիկը, եւ այն 7 աղախիններին, որ նշանակված էին նրան տրվելու թագավորական պալատից։ Եվ փոխադրեց նրան եւ նրա աղախիններին կանանց պալատի լավագույն տեղը։ Եսթերը չհայտնեց իր ազգը եւ իր ծնունդը, որովհետեւ Մուրդքեն նրան պատվիրել էր, թե չհայտնե։ Եվ ամեն օր Մուրդքեն ման էր գալիս կանանց պալատի գավիթի առաջին, որ իմանար Եսթերի առողջությունը եւ թե նրան ինչ է լինելու։ Եվ երբ որ յուրաքանչյուր աղջկան կարգը գալիս էր Ասուերոս թագավորի մոտ գնալու համար, կանանց սովորության պես 12 ամիսը լրանալուց հետո, որովհետև այսպես էին լրանում նրանց մաքրությունները 6 ամիս զմռսի յուղով եւ 6 ամիս անուշահոտ խունկերով եւ կանանց մաքրությունների պիտույքներովը, այն ժամանակ աղջիկը գնում էր թագավորի մոտ։ Ամեն ինչ որ նա պահանջեր, տրվում էր նրան, որ նրա հետ գնար կանանց պալատիցը թագավորի պալատը։ Իրիկունը գնում էր եւ առավոտը ետ էր դառնում կանանց մյուս տունը թագավորի ներքինի եւ հարճերի պահապան Սահասգազի ձեռքի տակ։ Նա մյուս անգամ թագավորի մոտ չէր գալ, բայց միայն եթե թագավորը նրան հավաներ եւ նրան անունով կանչեր։ Եվ երբ որ կարգն եկավ Մուրդքեի հորեղբայր Աբիքելի աղջիկ Եսթերին, որին Մուրդքեն իրան աղջիկ էր վերառել, որ գնար թագավորի մոտ, ոչինչ չպահանջեց բացի նրանից, որ ասեց թագավորի ներքինի կանանց պահապանը Հեգեիին, եւ Եսթերը շնորհ գտավ բոլոր իրան տեսնողների առաջին։ Եվ Եսթերն տարվեցավ Ասուերոս թագավորի մոտ, նրա թագավորության տունը 10-րդ ամսի, այսինքն Թեբետ ամսումը, նրա թագավորության 7-րդ տարիումը։ Եվ թագավորը Եսթերին բոլոր կնիկներից ավելի սիրեց, եւ նա բոլոր աղջիկներից ավելի սեր եւ շնորհ գտավ նրա առաջին։ Եվ թագավորական թագը դրավ նրա գլխին, եւ նրան թագուհի շինեց Վաշթիի տեղ։ Եվ թագավորը մեծ խնջույք արավ իր բոլոր իշխաններին եւ ծառաներին, այսինքն Եսթերի խնջույքը, եւ հանգստություն շնորհեց գավառներին, եւ թագավորի վայելուչ պարգևներ տվավ։ Եվ երբ որ երկրորդ անգամ աղջիկներ ժողովեցին, այն ժամանակ Մուրդքեն նստում էր թագավորի դռան։ Եսթերը չէր հայտնել իր ծնունդը եւ իր ազգը, ինչպես որ Մուրդքեն նրան պատվիրել էր։ Եվ Եսթերն անում էր Մուրդքեի հրամանը այնպես, ինչպես նրա մոտ սնանելու ժամանակին։ Այն օրերը, երբ որ Մուրդքեն թագավորի դռանը կենում էր, չարացան Բիգթան եւ Թարես թագավորի երկու ներքինիները, որ դռան պահապաններիցն էին, որ ձեռք երկարացնեն Ասուերոս թագավորի դեմ։ Եվ այս բանը հայտնի եղավ Մուրդքեին, եւ նա իմացրեց Եսթեր թագուհիին։ Եվ Եսթերն ասեց թագավորին Մուրդքեի անունովը։ Եվ այս բանը քննվեցավ եւ ստուգվեցավ, եւ նրանք երկուսը կախվեցան փայտից։ Եվ սա գրվեցավ ժամանակագրության գրքումը թագավորի առաջին։ Գիրք Եսթեր, գլուխ 3։ Այս բաներից հետո Ասուերոս թագավորը մեծացրեց Ագագացի Ամադաթայի որդի Համանին եւ բարձրացրեց նրան, եւ նրա աթոռն իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրավ։ Եվ թագավորի բոլոր ծառաները, որ թագավորի դռանն էին, խոնարհվում եւ երկրպագում էին Համանին, որովհետեւ թագավորը այսպես էր պատվիրել նրա մասին։ Բայց Մուրդքեն նրա առաջին չխոնարհվեցավ եւ չերկրպագեց նրան։ Եվ թագավորի դռան եղող թագավորի ծառաներն ասեցին նրան. «Դու ինչու համար ես զանցանում թագավորի պատվերը»։ Եվ երբ որ նրանք ամեն օր ասում էին նրան, եւ նա նրանց չէր լսում, այն ժամանակ հայտնեցին Համանին, որ տեսնեն, թե Մուրդքեին խոսքերը կհաստատվին, որովհետեւ նա նրանց ասել էր, թե հրեա է։ Եվ երբ որ Համանը տեսավ, որ Մուրդքեն չէ ծռվում նրան երկրպագում, այն ժամանակ Համանը շատ բարկացավ։ Եվ մի նվաստ բան երևեցավ նրա աչքին, որ ձեռք երկարացներ մինակ Մուրդքեի դեմ, որովհետև հայտնել էին նրան Մուրդքեի ազգը,
վասն որո խորհեց Համանը կորցնել Մորդքեի ազգը բոլոր հրեաներին, որ Ասուերոսի բոլոր թագավորության մեջ կային։ Առաջին ամսին, այսինքն Նիսան ամսին, Ասուերոս թագավորի 12-րդ տարին փուր, այսինքն վիճակ գցեցին Համանի առաջին օրեցօր եւ ամսեց ամիս, այսինքն մինչև Ադար ամսի 12-ը։ Եվ Hamanն ասեց Ասուերոս թագավորին. «Մեկ ազգ կա ցրված եւ տարածված ազգերի մեջ քո թագավորության բոլոր գավառներումը, եւ նրանց օրենքը ամեն ժողովուրդներիցը տարբեր է, եւ թագավորի օրենքը չեն կատարում, եւ թագավորին չէ վայելում նրանց թույլ տալ։ Եթե թագավորին հաճելի է, թող հրաման գրվի, որ նրանց փչացնեն, եւ ես 10,000 տաղանդ արծաթ կշռած կտամ գործակատարների ձեռով, որ տանեն արքունի գանձարանը»։ Եվ թագավորը հանեց մատանին իր ձեռից եւ նրան հանձնեց հրեաների թշնամի Ագագացի Ամադաթայի որդի Hamanին։ Եվ թագավորն ասեց Hamanին. «Արծաթը քեզ է տրվում, եւ ժողովուրդն էլ, որ ինչ որ հաճելի է քո աչքին անես»։ Եվ առաջին ամսի 13-րդ օրը կանչվեցան թագավորի գրագիրները, եւ գրվեցավ բոլորովին այնպես, ինչպես որ Համանը պատվիրեց, թագավորի նախարարներին եւ ամեն գավառների վրա եղող կուսակալներին, եւ յուրաքանչյուր գավառի եւ յուրաքանչյուր ազգի իշխաններին իրանց գրովը, եւ յուրաքանչյուր ազգի իր լեզվովը։ Ասուերոս թագավորի անունովը գրվեցավ եւ կնքվեցավ թագավորի կնիքովը։ Եվ հրովարտակներ ուղարկվեցան սուրհանդակների ձեռքով թագավորի բոլոր գավառները, որ կորցնեն, սպանեն եւ փչացնեն բոլոր հրեաներին, երեխայիցը մինչև ծերը, տղերանցը եւ կանանցը մեկ օրում, 12-րդ ամսի, այսինքն Ադար ամսի 13-ին, եւ նրանց ավարը հափշտակեն։ Այս գրի պատճենը պետք էր տրվեր յուրաքանչյուր գավառում իբրև օրենք, ամեն ազգերի հրատարակված, որ նույն օրվա համար պատրաստ լինին։ Սուրհանդակները դուրս եկան շտապելով թագավորի խոսքովը, եւ հրամանը տրվեցավ Շուշան մայրաքաղաքումը, եւ թագավորն ու Համանը նստեցին խմելու, եւ Շուշան քաղաքը շփոթված էր։ Գիրք Էսթեր, գլուխ 4։ Եվ Մորդքեն իմացավ այս բոլոր եղածները, եւ Մորդքեն պատարեց իր հանդերձները եւ քուր ցակավ ու մոխիր ցանեց իր վրա, եւ գնաց քաղաքի մեջ եւ մեծ ու ողբալի ձայնով աղաղակեց, եւ եկավ մինչև թագավորի դռամուտքը, որովհետեւ իրավունք չկար թագավորի դռան լինիլ քուր ցակած։ Եվ ամեն գավառներում ամենտեղ, ուր որ թագավորի խոսքը եւ հրամանը հասնում էր, հրեաները մեծ սուգ էին ունենում եւ ծոմ էին պահում, եւ լաց ու ողբ անում, եւ շատերը պառկում էին քուրցով եւ մոխրի վրա։ Եվ Էսթերի աղախինները եւ ներքինիներն եկան եւ պատմեցին նրան, եւ թագուհին շատ այլայլվեցավ, եւ հանդերձներ ուղարկեց Մորդքեին հագցնելու համար, եւ նրա քուրցը նրանից վերառնելու համար, բայց նա չընդունեց։ Եվ Էսթերը կանչեց Հաթաքին, որ թագավորի ներքինիներիցն էր, որին թագավորը տվել էր նրան, եւ նրան հրամայեց Մորդքեի մասին, որ իմանա, թե սա ինչ է եւ ինչու համար է սա։ Եվ Հաթաքը գնաց Մորդքեի մոտ քաղաքի հրապարակը, որ թագավորի դռան դիմացին էր, եւ Մորդքեն պատմեց նրան ամեն ինչ, որ նրան պատահել էր, եւ այն որոշ գումար արծաթը, որ Hamanն ասել էր, թե կշռով պիտի տար թագավորի գանձարանին հրեաների համար, որ նրանց փչացնե։ Եվ այն հրովարտակի պատճենը, որ Շուշանում տրվել էր նրանց փչացնելու համար, տվավ նրան, որ Էսթերին ցույց տա եւ նրան իմացնե, եւ նրան պատվիրե, որ թագավորի մոտը գնա եւ նրան աղաչե, եւ նրա առաջին խնդրվածք մատուցանե իր ազգի համար։ Եվ Հաթաքը գնաց եւ Մորդքեի խոսքերը պատմեց Էսթերին։ Եվ Էսթերն ասեց Հաթաքին եւ նրան պատվիրեց Մորդքեի մոտ գնալ եւ ասել. Թագավորի բոլոր ծառաները եւ թագավորի գավառների ժողովուրդը գիտեն, որ ամեն մարդ կամ կին, որ չկանչված մտնե թագավորի մոտ ներքին գավիթը, մեկ հատ օրենք կա, որ նրան կսպանեն, բացի նրանից, որին որ թագավորը մեկնե ոսկի գավազանը, նա կապրե։ Բայց ես ահա 30 օրը չեմ կանչվել, որ թագավորի մոտ գնամ։ Եվ Մորդքեին պատմեցին Էսթերի խոսքերը։ Եվ Մորդքեն պատասխան ետ ուղարկեց Էսթերին ասելով. Մի խորխիր քո մտքումը, թե դու կազատվես թագավորի տանը բոլոր հրեաներիցը։ Եվ եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն եւ փրկություն վեր կկենա, բայց դու եւ քո հորտունը կկորչեք։ Եվ ով գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել։ Եվ Էսթերը պատասխան ուղարկեց Մորդքեին ասելով. Գնա ժողովի Շուշանում գտնվող բոլոր հրեաներին
և ծոմ պահեցեք ինձ համար, և 3 օր գիշեր և ցերեկ ոչ կերեք և ոչ խմեցեք։ Ես էլ իմ աղախինների հետ այդպես ծոմ եմ պահելու, և այնուհետև թագավորի մոտ պիտի գնամ, թեև օրենք չէ, և եթե կմեռնեմ, թող մեռնեմ։ Այն ժամանակ Մորդքեն գնաց և այն ամենին համեմատ արավ, որ Էսթերն իրան պատվիրել էր։ Գիրք Էսթեր, գլուխ 5։ Եվ եղավ, որ երրորդ օրը Էսթերը հագվեցավ թագուհիի կերպով և կանգնեց թագավորի տան ներքին գավիթումը թագավորի պալատի դիմացը, և թագավորը նստել էր իր թագավորական աթոռի վրա թագավորի պալատումը, պալատի դռան դիմացը։ Եվ երբ որ թագավորը տեսավ Էսթեր թագուհիին գավիթումը կանգնած, նա շնորհ գտավ նրա աչքի առաջին, և թագավորը մեկնեց դեպի Էսթերն իր ձեռքի ոսկի գավազանը։ Եվ Էսթերը մոտեցավ և դպավ գավազանի ծայրին։ Եվ թագավորն ասեց նրան. «Ինչ ունիս, ով Էսթեր թագուհի, և ինչ է ուզածդ, մինչև իմ թագավորության կեսն էլ քեզ տրվի»։ Եվ Էսթերն ասեց. «Եթե հաճելի է թագավորին, գա թագավորը Համանի հետ այսօր այն խնջույքին, որ պատրաստել եմ իր համար»։ Եվ թագավորն ասեց. «Շուտով բերեք Haմանին, որ Էսթերի ասածը կատարե»։ Եվ թագավորը գնաց Համանի հետ Էսթերի արած խնջույքին։ Եվ թագավորն ասեց Էսթերին գինին խմելիս. «Ինչ է քո խնդիրքը, քեզ պիտի տրվի, և ինչ է քո ուզածը մինչև թագավորության կեսը պիտի կատարվի»։ Եվ Էսթերը պատասխանեց և ասեց. «Իմ խնդիրքը և իմ ուզածը, եթե ես շնորհք եմ գտել թագավորի աչքի առաջին, և եթե հաճելի է թագավորին իմ խնդիրքը տալու և իմ ուզածը կատարելու, թող գա թագավորը Համանի հետ այն խնջույքին, որ ես անելու եմ, և էգուց կանեմ թագավորի խոսքին համեմատ»։ Եվ Haman այն օրը դուրս եկավ ուրախ և սրտով զվարթ։ Բայց երբ որ Համանը տեսավ Մորդքեին թագավորի դռանը, որ ոչ վեր կացավ և ոչ նրանից դողաց, Համանը Մորդքեի վրա բարկությունով լցվեցավ։ Սակայն Hamanն իրան զսպեց և գնաց իր տունը, և մարդ ուղարկեց բերել տվավ իր բարեկամներին և իր կնոջ Զերեսին։ Եվ Համանը պատմեց նրանց իր հարստության շատությունը և որդկանցը բազմությունը, և այն ամենը, որ թագավորը նրան մեծացրել է, և որ նրան բարձրացրել է թագավորի ծառաիշխաններից։ Եվ ասեց Համանը. «Ապաքեն, Էսթեր թագուհին մեկ ուրիշին ներս չտարավ թագավորի հետ իր արած խնջույքին, բացի ինձանից։ Եվ նույնիսկ էգուց հրավիրված եմ ես նրա մոտ թագավորի հետ։ Բայց այս ամենից գոհ չեմ, քանի որ ամեն ժամանակ հրեա Մորդքեին տեսնում եմ թագավորի դռանը նստած»։ Եվ ասեց նրան նրա կինը Զերեսը և նրա բոլոր բարեկամները. «Թող մի բարձր փայտ շինեն 50 կանգուն, և առավոտն ասիր թագավորին, որ Մորդքեին կախեն նրա վրա, հետո ուրախանալով խնջույքին գնա թագավորի հետ»։ Եվ այս խոսքը հաճելի եղավ Hamanին, և նա փայտը շինեց։ Գիրք Էսթեր, գլուխ 6։ Այն գիշերը թագավորի քունը փախավ, և հրամայեց, որ ժամանակագրության հիշատակած մատյանը բերեն։ Եվ թագավորի առաջին կարդացվեցավ։ Եվ գրված գտնվեցավ, որ Մորդքեն իմացրել էր թագավորի երկու ներքինի Բիգթանի և Թարեսի մասին, որ դռան պահապաններիցն էին, որոնք ուզել էին Ասուերոս թագավորի վրա ձեռք երկարացնել։ Եվ թագավորն ասեց. «Ինչ փառք կամ մեծություն տրվեցավ Մորդքեին սրա փոխարեն»։ Եվ թագավորի սպասավոր ծառաներն ասեցին. «Նրան մեկ բան չեն արել»։ Եվ թագավորն ասեց. «Ո՞վ կա գավիթում»։ Եվ Համանը եկել էր թագավորի պալատի դրսի գավիթը թագավորին ասելու, որ Մորդքեին կախեին այն փայտի վրա, որ պատրաստել էր նրա համար։ Եվ թագավորի ծառաներն ասեցին նրան. «Ահա Համանը կանգնած է գավիթումը»։ Եվ թագավորն ասեց. «Ներս գա»։ Եվ Համանը ներս մտավ։ Եվ թագավորը նրան ասեց. «Ինչ պետք է անել այն մարդին, որին թագավորը բարեհաճ է պատվել»։ Եվ Համանը ասում էր իր սրտումը. «Թագավորը որին պիտի բարեհաճ էր պատիվ անել բացի ինձանից»։ Եվ Hamanն ասեց թագավորին. «Այն մարդին, որին թագավորը բարեհաճում է պատվել, թող բերեն թագավորի հագած թագավորական զգեստը և թագավորի հեծած ձին, և այն թագավորական թագը, որ դրվում է նրա գլխին, և այն զգեստը և ձին տրվի թագավորի պատվավոր իշխանների մեկի ձեռքը, և հագցնեն այն մարդին, որին թագավորը բարեհաճել է պատվելու, և նրան հեծնեն այն ձիեն վրա քաղաքի հրապարակումը, և կանչեն նրա առաջիցը։ Այսպես է լինում այն մարդին, որին թագավորը բարեհաճ է պատվել»։ Եվ թագավորն ասեց Hamanին.
Շուտով վեր առ զգեստն ու ձին, ինչպես որ ասեցիր, եւ այդպես արա Մուրդքե հրեային, որ նստում է թագավորի դռանը, մեկ բան չպակասի քո բոլոր ասածիցը։ Եվ Haմանն առավ զգեստը եւ ձին եւ հագցրեց Մուրդքեին, եւ հետ ծրեց քաղաքի հրապարակումը եւ կանչեց նրա առաջիցը։ Այսպես է լինում այն մարդին, որին թագավորը բարեհաճ է պատվել։ Եվ Մուրդքեն ետ տարավ թագավորի դուռը, բայց Համանը շտապեց իր տունը տրտում եւ գլուխը ծռած։ Եվ Համանը պատմեց իր կնոջ Զերեսին եւ իր բոլոր բարեկամներին ամեն ինչ, որ պատահել էր իրան։ Եվ նրա իմաստունները եւ նրա կինը Զերեսը ասեցին նրան. «Եթե Մուրդքեն հրեաների սերունդիցն է, որի առաջին սկսել ես խոնարհվել, դու նրան չես կարող մեկ բան անել, այլ բոլորովին վայր ես ընկնելու նրա առաջին»։ Նրանք տակավին խոսում էին նրա հետ, որ թագավորի ներքինիները հասան նրան, որ շուտով նրան տանեն Եսթերի շինած խնջույքին։ Գիրք Եսթեր, գլուխ 7։ Եվ թագավորը Համանի հետ խնջույքի գնաց Եսթեր թագուհիի մոտ։ Եվ թագավորն ասեց Եսթերին երկրորդ օրն էլ գինին խմելիս. «Ինչ է Եսթեր թագուհի քո խնդիրքը, եւ պիտի տրվի քեզ, եւ ինչ է քո ուզածը, թեև մինչև թագավորության կեսը, եւ պիտի կատարվի»։ Եվ Էսթեր թագուհին պատասխանեց եւ ասեց. «Եթե շնորհք եմ գտել քո աչքի առաջին, ով թագավոր, եւ եթե հաճելի է թագավորին, թող իմ խնդիրքովնի մանձը եւ իմ աղաչանքովնի մազգն ինձ տրվի, որովհետեւ ես եւ իմ ազգը ծախվել ենք փչացնվելու, սպանվելու եւ կորչելու։ Եթե իբրև ծառաներ եւ աղախիններ ծախվեինք, կլռեի, որովհետեւ թշնամին արժեք չունի թագավորի վնասին չափ»։ Եվ Ասուերոս թագավորը խոսեց, եւ Էսթեր թագուհիին ասեց. «Ո՞վ է նա, եւ ուր է նա, որ համարձակվել է այդպես անել»։ Եվ Էսթերն ասեց. «Այն հակառակորդը եւ թշնամին այս չար Haմանն է»։ Բայց Համանը դողում էր թագավորի եւ թագուհիի առաջին։ Եվ թագավորը վեր կացավ գինի խմելուց իր բարկությամբ եւ գնաց պալատի պարտեզը։ Բայց Համանը մնաց, որ իր անձի համար աղաչե Էսթեր թագուհիին, որովհետև տեսավ, որ թագավորիցը չարիքը հասել էր իր վրա։ Եվ թագավորը ետ դառավ պալատի պարտեզից գինիի խնջույքի սենյակը, եւ Haմանն ընկել էր Էսթերի բազմոցի վրա։ Եվ թագավորն ասեց. «Միթե թագուհին էլ բռնաբար է ինձ մոտ պալատումը»։ Եվ խոսքը դուրս էր եկել թագավորի բերանիցը եւ իսկույն ծածկեցին Համանի երեսը։ Այն ժամանակ ասեց թագավորի առաջին եղող ներքինիներից մեկը, Արբոնը. «Ահա այն 50 կանգունանոց փայտն էլ, որ Համանը պատրաստել է Մուրդքեի համար, որ բարի է խոսել թագավորի մասին, Համանի տանը տնկված է»։ Եվ թագավորն ասեց. «Նրան կախեցեք նրա վրա»։ Եվ Haմանին կախեցին այն փայտի վրա, որ նա պատրաստել էր Մուրդքեի համար։ Եվ թագավորի բարկությունն իջավ։ Գիրք Էսթեր, գլուխ 8։ Այն ժամանակ Ասուերոս թագավորը Էսթեր թագուհիին տվավ հրեաների թշնամի Համանի տունը, եւ Մուրդքեն եկավ թագավորի առաջին, որովհետեւ Էսթերը նրան իմացրել էր, թե նա նրան ինչն էր։ Եվ թագավորն առավ իր մատանին, որ հանել էր Haմանիցը, եւ նրան տվավ Մուրդքեին։ Եվ Էսթերը Մուրդքեին դրավ Համանի տան վրա։ Եվ Էսթերը դարձյալ խոսեց թագավորի առաջին, եւ ընկավ նրա ոտքի առաջը, եւ լացավ ու աղաչեց նրան, որ Ագագացի Համանի չարությունը եւ այն հնարքը, որ հնարել էր հրեաների դեմ, խափանե։ Եվ թագավորը մեկնեց դեպի Էսթերին ոսկի գավազանը։ Եվ Էսթերը վեր կացավ կանգնեց թագավորի առաջին, եւ ասեց. «Եթե հաճելի է թագավորին, եւ եթե ես շնորհք եմ գտել նրա առաջին, եւ եթե այս բանն ուղիղ է թագավորի առաջին, եւ ես հաճելի եմ նրա աչքին, թող հրաման գրվի, որ ետ դարձնեն Ագագացի Ամադաթայի որդի Համանի հնարքի գրությունները, որ գրել է թագավորի բոլոր գավառներում եղող հրեաներին փչացնելու համար։ Որովհետև ինչպես կարող եմ տեսնել իմ ազգին պատահող չարիքը, եւ ինչպես կարող եմ տեսնել իմ ազգականների կորուստը»։ Եվ Ասուերոս թագավորն ասեց Էսթեր թագուհիին եւ հրեա Մուրդքեին. «Ահա ես Համանի տունը տվի Էսթերին, եւ նրան կախեցին փայտի վրա նրա համար, որ իր ձեռքը երկարացրել էր հրեաների վրա։ Դուք էլ գրեցեք հրեաների մասին, ինչ որ հաճելի է ձեր աչքին, թագավորի անունովը, եւ կնքեցեք թագավորի կնիքովը, որովհետեւ այն գիրը, որ գրվեցավ թագավորի անունովը եւ կնքվեցավ թագավորի կնիքովը, ետ չեն դարձնի»։ Եվ այն ժամանակ թագավորի գրագիրները կանչվեցան 3-րդ ամսի, այսինքն Սիվան ամսի 23-ին։
եւ գրվեցավ բոլորովին այնպես, ինչպես որ պատվիրեց Մուրդքեն։ Եվ ուղարկվեցան հրեաներին եւ նախարարներին ու կուսակալներին եւ գավառապետներին Հնդկաստանից մինչեւ Եթովպիա 127 գավառների, յուրաքանչյուր գավառին իր գրովը եւ ամեն մեկ ազգին իր լեզվովը եւ հրեաներին իրանց գրովն ու իրանց լեզվովը։ Եվ գրեց Ասուերոս թագավորի անունովը եւ կնքեց թագավորի կնիքովը եւ հրովարտակներն ուղարկեց ձիավոր սուրհանդակներով, որ հեծած էին արքունի նժուգների ձիակոռակների վրա, թե թագավորը հրաման է տվել ամեն մեկ քաղաքում եղող հրեաներին, որ հավաքվեն եւ դեմ կենան իրանց անձերի համար, որ փչացնեն, սպանեն եւ կոտորեն ժողովրդի եւ գավառի զորավորներին, որ թշնամություն կանեն նրանց որդկանցը եւ կանանցը, եւ նրանց ավարը հափշտակեն մեկ օրում Ասուերոս թագավորի բոլոր գավառներումը 12-րդ ամսի, այսինքն Ադար ամսի 13-ին։ Այս գրի պատճենը պետք էր տրվեր իբրև օրենք յուրաքանչյուր գավառում ամեն ազգերի հրատարակված, որ հրեաները նույն օրվա համար պատրաստ լինին իրենց վրեժն իրանց թշնամիներից առնելու համար։ Թագավորական նժուգների, ձիակոռակների հեծած սուրհանդակները, որ թագավորի խոսքով ստիպվելով շտապում էին, դուրս գնացին, եւ այս օրենքը հրատարակվեցավ Շուշան մայրաքաղաքում։ Եվ Մուրդքեն դուրս եկավ թագավորի առաջից թագավորական կապուտակ եւ սպիտակ հագուստով, եւ մեծ ոսկի թագով, եւ Բեհեզյա եւ Ծիրանի պատմուճանով։ Եվ Շուշան քաղաքը ցնծաց եւ ուրախացավ։ Հրեաները լույս եւ ուրախություն, ցնծություն եւ պատիվ ունեցան։ Եվ բոլոր գավառներումն ու բոլոր քաղաքներումը, որտեղ որ հասնում էր թագավորի խոսքը եւ հրամանը, ուրախություն եւ ցնծություն էր լինում հրեաների համար, խնջույքի եւ տոնախմբության օր։ Եվ այն երկրի ժողովրդից շատերը հրեա էին դառնում, որովհետև հրեաների վախն ընկել էր նրանց վրա։ Գիրք Էսթեր, գլուխ 9։ Եվ 12-րդ ամսի, այսինքն Ադար ամսի 13-րդ օրը, երբ որ հասավ թագավորի խոսքը եւ հրամանը, որ կատարվեր այն օրը, որ հրեաների թշնամիները հույս ունեին նրանց վրա տիրելու, Ներհակը պատահեց, որ հրեաներն իրանք տիրեցին իրանց ատողների վրա։ Ասուերոս թագավորի բոլոր գավառներումը հրեաները ժողովեցան իրանց քաղաքներումը, որ ձեռք երկարացնեն իրանց չարիքն ուզողների վրա, եւ նրանց առաջին ոչով չէր դիմանում, որովհետև նրանց վախն ընկել էր բոլոր ազգերի վրա։ Եվ բոլոր գավառապետները, կուսակալները եւ իշխաններն ու թագավորի գործակալներն օգնում էին հրեաներին, որովհետև Մուրդքեի վախն ընկել էր նրանց վրա։ Նրա համար, որ Մուրդքեն մեծ էր թագավորի պալատումը, եւ նրա համբավը տարածվել էր ամեն գավառներում, որովհետև այդ Մուրդքե մարդը գնալով մեծանում էր։ Եվ հրեաները ջարդ տվին իրանց բոլոր թշնամիներին սրով ջարդելով, սպանելով եւ փչացնելով, եւ իրանց ատողներին իրանց ուզածին պես արին։ Եվ հրեաները Շուշան մայրաքաղաքում 500 մարդ սպանեցին, փչացրին։ Նաեւ Փարսանդաթային, Դաղփոնին, Ասփաթային, Փորաթային, Ադալային, Արիդաթային, Փարմասթային, Արիսային, Արիդային եւ Վայեզաթային։ Հրեաների թշնամի Ամադաթայի որդի Համանի 10 որդկանցը սպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրին։ Այն օրը Շուշան մայրաքաղաքում սպանվածների թիվը եկավ թագավորի առաջը, եւ թագավորն ասեց Էսթեր թագուհիին. Շուշան մայրաքաղաքում հրեաները սպանել եւ փչացրել են 500 մարդ եւ Համանի 10 որդկանցը, ապա թագավորի մյուս գավառներումն ինչեր են արել։ Դարձյալ ինչ է քո խնդիրքը, եւ պիտի տրվի քեզ, եւ դեռ ինչ է քո ուզածը, պիտի կատարվի։ Եվ Էսթերն ասեց. Եթե հաճո է թագավորին, թող էգուց էլ Շուշանում եղող հրեաներին տրվի, որ այսօրվա օրենքի համեմատ անեն, Համանի 10 որդկանցը կախեն փայտից։ Եվ թագավորն ասեց, որ այնպես կատարվի, եւ հրամանը հրատարակվեցավ Շուշանումը, եւ Համանի 10 որդկանցը կախեցին։ Եվ Շուշանում եղող հրեաները Ադար ամսի 14-րդ օրն էլ ժողովեցան եւ Շուշանում 300 մարդ սպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրին։ Եվ թագավորի գավառներում եղող մնացյալ հրեաները ժողովեցան եւ դեմ կացին իրանց անձերի համար եւ հանգստացան իրանց թշնամիներիցը եւ սպանեցին իրանց ատողներիցը 75,000 մարդ, բայց ավարին ձեռք չերկարացրին։ Ադար ամսի 13-ին եղավ այս, եւ նույն ամսի 14-ին հանգստացան, եւ նրան խնջույքի եւ ուրախության օր արին։ Եվ Շուշանում եղող հրեաները ժողովեցան այն ամսի 13-ին եւ 14-ին եւ հանգստացան 15-ին,
և նրան խնջույքի ու ուրախության օր արին։ Սրա համար գյուղացի հրեաները, որ բնակվում են դաշտաքաղաքներում, տոնում են Ադար ամսի 14-րդ օրը ուրախությամբ և խնջույքով, տոնախմբության օր, և իրար ընծաներ են ուղարկում։ Եվ Մուրդքեն գրեց այս բաները և նամակներ ուղարկեց Ասուերոս թագավորի բոլոր գավառներում եղող մոտ և հեռու հրեաներին, որ իրանց վրա դնեն, որ Ադար ամսի 14-րդ օրը և 15-րդ օրը տոնեն տարուե տարի, իբրև այնպիսի օրեր, որոնցում հրեաները հանգստացան իրենց թշնամիներից, և իբրև այնպիսի ամիս, որ նրանց համար տրտմությունը ուրախության և սուգը տոնախմբության փոխվեցավ, որ նրանց տոնեն իբրև խնջույքի և ուրախության օրեր, և իրար ընծաներ ուղարկեն և աղքատներին պարգևներ։ Եվ հրեաներն ընդունեցին ինչ որ սկսել էին անել, և ինչ որ Մուրդքեն նրանց գրել էր, որովհետև բոլոր հրեաների թշնամի Ագագացի Ամադաթայի որդի Համանը խորհեց, որ հրեաներին կորցնե, և փուր, այսինքն վիճակ էր գցել, որ նրանց բնաջինջ անե և կորցնե։ Բայց երբ որ Էսթերը գնաց թագավորի առաջին, թագավորը հրամայեց հրավարտակով, որ Համանի չար հնարքը, որ հնարել էր հրեաների մասին, նրա գլխին դառնա, և նրան և նրա որդկանցը կախեցին փայտի վրա։ Սրա համար այս օրերին Փուրիմ են ասում, Փուրի անվան պատճառով։ Սրա համար այս թղթի բոլոր խոսքերի պատճառովը և ինչ որ իրանք տեսան սրան վերաբերմամբ և ինչ որ իրանց պատահեց, հրեաները որոշեցին և ընդունեցին իրանց վրա և իրանց զավակների վրա և բոլոր իրանց հետ միացողների վրա, որ զանց չանեն այս երկու օրը տոնել նրանց գրվածքին և նրանց ժամանակին համեմատ յուրաքանչյուր տարի։ Եվ այս օրերը պետք է հիշվին և տոնվին ամեն դարերում, ամեն ազգատոհմերում, ամեն գավառներում և ամեն քաղաքներում։ Եվ այս Փուրիմ օրերը հրեաների միջիցը պակաս չլինին, և նրանց հիշատակը չվերանա նրանց սերունդիցը։ Եվ Աբիքելի աղջիկ Էսթեր թագուհին և հրեա Մուրդքեն բոլոր սաստկությամբ գրեցին այս երկրորդ թուղթը Փուրիմը հաստատելու համար։ Եվ նա նամակներ ուղարկեց բոլոր հրեաներին, Ասուերոսի թագավորության 127 գավառները խաղաղության և ճշմարտության խոսքերով, որ պահեն այս Փուրիմի օրերն իրանց ժամանակներին, ինչպես որ նրանց վրա դրին հրեա Մուրդքեն և Էսթեր թագուհին, և ինչպես որ նրանք դրին իրանց անձերի վրա և իրանց սերունդի վրա ծոմապահության և իրանց աղաղակի մասին։ Եվ Էսթերի հրամանը հաստատեց այս Փուրիմի բաները և գրվեցավ գրքի մեջ։ Գիրք Էսթեր, գլուխ 10։ Եվ Ասուերոս թագավորը հարկ դրավ երկրի վրա և ծովի կղզիների վրա, և նրա զորության և ուժի բոլոր գործերը և Մուրդքեի մեծության մանրամասն պատմությունը, որով թագավորը նրան մեծացրեց, ահա նրանք գրված են Մարած և Պարսից թագավորների ժամանակագրության գրքումը, որովհետև հրեա Մուրդքեն Ասուերոս թագավորի երկրորդն էր, և հրեաների մեջ մեծ և իր եղբայրների շատերին սիրելի էր, իր ազգի համար բարիք էր որոնում և խաղաղություն էր խոսում իր բոլոր սերունդի համար։